Ձեր կարծիքով քանի կրկնություն եմ անում այս մոտեցման մեջ։ Այս մեկը հաշվում եք, իսկ էս, իսկ էս, իսկ էս մեկը։ Իրականում ստեղ ճիշտ պատասխան չկա։ Հա, տուրնիկի դեպքում ընդունված է հաշվել մենակ այն կրկնությունները, երբ դունչը ձողից անցնում է, բայց այս ուղղակի ինչ-որ արբիտրար օրենք է։ Եթե քո դունչը չի անցնում ձողից, այդ դեռ չի նշանակում, որ առած կրկնությունը ոչ մի օգուտ չունի։ Իրականում, քանի դեռ այն մկանը, որը դու փորձում ես թիրախավորել տվյալ վարժությունով լավ ներքին լծակ ունի, կարևոր չի, թե դու ինչ կրիտերիայով ես որոշում, որ կրկնությունները հաշվել, իսկ որոնք չէ։ Բայց կարևորը որ այս կրիտերիան պարապմունքից պարապմունք միշտ նույնը մնա, որպեսզի դու կարողանաս քո պրոգրեսը ճշգրիտ դատել։ Ու այս վերաբերվում է բոլոր վարժություններին։ Պետք է փորձել բոլոր վարժությունները պարապմունքից պարապմունք միշտ անել լրիվ նույն տեխնիկայով, որպեսզի եթե մենք պարապմունքից պարապմունք քաշի կամ կրկնությունների քանակի մեջ փոփոխություն տեսնենք, մենք իմանանք, որ այս գալիս է նրանից, որ մենք ուժեղացել ենք, այլ ոչ թե որ մենք այս անգամ վարժությունը ուրիշ ձև ենք արել։ Շատ մանր-մունր ֆակտորներ, օրինակ նստարանի բարձրությունը կամ անկյունը, խվածքայի լայնքը, այն թե մենք որտեղից ենք բռնակը բռնում, եւ շատ այլ ֆակտորներ կարող են ազդել նրա վրա, թե վարժություն անելուց որ մկաններն են շատ աշխատում։ Ու եթե սրանք պարապմունքից պարապմունք փոփոխվում են, կատարած քաշի ու կրկնությունների քանակը կարող է պարապմունքից պարապմունք տատանվի, ինչի պատճառով այդքան էլ հասկանալի չի լինի պրոգրեսը կա, թե այս կրկնությունների քանակը աճել է մեր տեխնիկայի փոփոխության պատճառով։